ունեք, խնդրեմ պատասխանների տեսքով ասեք։ Ես հասկացա, սա ելույթ էր, թե հարցեր։ Խնդրեմ, պարոն Ալեքսանյան։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Այո, ես արդեն իսկ նշեցի իմ խոսքում, որ սա ձեր մեծ փաթեթի հատվածներից մեկն էր ու ես հիշում եմ նաև, որ հենց այս կոնկրետ այս կտորը առնվազն 100%-անոց աջակցություն ուներ ֆրակցիայի շրջանակներում, այս կտորը միանշանակ ու ձեր փաթեթը, եթե չեմ սխալվում, մերժվեց այլ մասով անհամաձայնության պատճառով։ Ես միանշանակ կիսում եմ ձեր այն մտահոգությունը ու առհասարակ այն ռիսկերը, որոնք որ այս պահի դրությամբ կան քաղաքացիությունից հրաժարումների եւ մնացածի մասով, այո, առաջիկայում էլ բնականաբար պետք է կառավարության հետ շատ սերտ համագործակցելով փորձենք հասկանալ ու այդ ռիսկերը կառավարել, թե կոնկրետ ինչ լուծումներ պետք է գտնենք, պետք է համատեղ աշխատանքի ընթացքում թե պաշտպանության հանձնաժողովը, թե նաև պետաիրավական հանձնաժողովը ու կառավարության գործընկերները պետք է այս հարցերի լուծումը գտնեն։ Միանշանակ ես նաև շատ կարևորում եմ այն աշխատանքը, որը որ դուք եք տարել այս հարցերի լուծման ուղղությամբ ու կարծում եմ միասին պետք է շարունակենք այս աշխատանքը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Ալեքսանյան։ Պետք է նշեմ, որ ես 5 կետեր էի, հետո դարձավ 7 կետեր, որոնք որ առաջարկել էի կառավարությանը, վերջի քննարկումներին, այս տարի սկզբին որ կառավարությունում ունենում ենք, 2 կետի հետ կապված կար կոնսենսուս, ճիշտ եք ասում։ Եվ այս սրա հետ կապված, որպեսզի քրեականացնենք խուսափելը փորձաքննությունից եւ քաղաքացիությունից հրաժարվելու մասով էլ կար կոնսենսուս։ Ես կառավարությանը վերջի պահին, որ տեսա մյուս կետերի հետ համաձայնություն չկա, ասեցի եկեք այս կետերը շուտ անենք, որպեսզի դեմ առնենք քաղաքացիությունից հրաժարվելու եւ բժշկական թղթերով կեղծ ազատվողների։ Ի զարմանս ինձ ասացին, որ համաձայն չենք։ Ասեցի, բայց կոնսենսուս ունենք այս 2 կետի հետ կապված։ Եկեք այս 2 կետը ընդունենք, մնացածը հետագայում։ Չնայած ես ուզում էի, որ փաթեթով արվի, որ ավելի ճիշտ աշխատի, բայց դրան էլ էի համաձայն։ Վերջի պահին իմ համար անակնկալ ձևով ասեցին, որ ժամանակավրեպ է։ Ու այստեղ ֆինանսական լուրջ խնդիր է այսի, այսինքն ոչ թե մենք մենակ զորակոչ չենք գործնում։ Հիմա տեսեք, մի զինծառայողը, որ մենք ասում ենք, այսօր օրենքը կա, չէ, որ ով որ ծառայությունից խուսափել է, կարող է 15 միլիոն վճարի ծառայության դիմաց ու ազատվի քրեական պատասխանատվությունից։ Նույնը ուզում էի սահմանել նաև այս դեպքում քաղաքացիությունից հրաժարվողների համար դնենք 15 միլիոն դրամ, ու տեսեք ինչ թիվ է, պարոն Ալեքսանյան, ստացվում։ 2800 հրաժարված տղեն, եթե 15 միլիոն վճարեն, 42 միլիարդ գումար է։ Այսինքն մենք ենթադրաբար կորցրել ենք կամ 2800 զինվոր կամ համարժեք 42 միլիարդ գումար։ Այսինքն սրա հետաձգումը ամեն ամիս, ամեն տարի մեր համար 42 միլիարդ դրամի վնաս է։ Սրանով է պայմանավորված, որ խնդրում եմ հենց գումարվի հաջորդ խորհրդարանը, հենց սկզբից ովքեր կլինեն այս հանձնաժողովում կամ մյուս հանձնաժողովում, նոր պատգամավորներին եմ ասում, հաջորդ խորհրդարանի նոր պատգամավորներ, խնդրում եմ ձեզ, կլինեք իշխանական թե ընդդիմադիր, կապ չունի, բոլորդ պիտի ծառայեք մեր պետության շահերի համար։ Ու այս խորհրդարանի ամենամեծ խնդիրներից մեկը այն եղել, որ մենք ընդդիմություն չենք ունեցել։ Այսօր էլ ընդդիմությունը նստած չի։ Ու այս խնդիրները պիտի ընդդիմությունը բարձրացներ, որ իշխանությունը ավելի ձիգ աշխատեր, իշխանությունը իմանար, որ ընդդիմությունը սրա մասին խոսալու է, ու սկսեր ավելի լավ աշխատել ու դրանից կշահեր մեր ժողովուրդը։ Ես հիմա 10 բան գտնում եմ ասելու, 10-ից մեկն եմ ասում, այն 9 չեմ ասում, հաշվի առնելով, որ իշխանական խմբակցության պատգամավոր եմ, բայց կապ չունի, իշխանական խմբակցության պատգամավորներն եմ ասում, խնդիրները կբարձրացնեք։ 42 միլիարդի բանը, որ ասում եմ պարոն Ալեքսանյան, պարոն Քոչարյան, հեսա ավարտում եմ, օրինակ ինձ այսօր գրել են, Մեղրի զինծառայողներից մեկի մայրը գրել է, մայրը կամ հայրը